Ես գտնվում եմ կենտրոնական Գերմանիայի Թյուրինգենի մայրաքաղաք Էրֆուրտում եւ այստեղից որոշել եմ ձեզ պատմել Գերմանիայի առավելությունների մասին։ Ընդ որում ուզում եմ խոսել այնպիսի առանձնահատկություններից, որոնք հետաքրքիր են ոչ միայն դրսում ապրողների, այլ նաեւ այստեղ մշտապես բնակություն ունեցողների համար։ Իսկ ձեզ հետ զեշած Սիրելի Ֆրաու Լալայանն է, ով 6 ժամ Շլեզվիգ-Հոլշտայնից հասել է Թյուրինգեն երեխաների կինո ֆեստիվալին մասնակցելու համար։ Այստեղ 3 օր ենք մնալու, ցույց կտամ հիմա թե Թյուրինգենը, թե Էրֆուրտը, թե կինոֆեստիվալը եւ բնականաբար ամեն ինչ իմ մեկնաբանությամբ։ Իդեպ մի ամիս առաջ ես տեսանյութ էի հրապարակել, որտեղ պատմում էի, թե ինչ պատճառով են մարդիկ լքում Գերմանիան եւ ուր են սովորաբար արտագաղթում։ Այդ վիդեոն շատ մեծ արձագանք ստացավ եւ այսօր ես որոշեցի խոսել, թե արդյոք արժե տեղափոխվել Գերմանիա։ Այո, այսօր ես որոշել եմ կենտրոնանալ ավելի շատ դրականի վրա։ Ի տարբերություն այն վիդեոյի, որ հիմնված էր պաշտոնական վիճակագրության վրա, այսօր խոսելու եմ ավելի շատ իմ սեփական փորձից։ Իսկ լինքը նախորդ վիդեոյի կտեսնեք վիդեո նկարագրության մեջ։ Իդեպ, ինչպես արդեն ասացի, մենք Էրֆուրտում ենք եւ իմ աղջիկն արդեն երկրորդ անգամ է այցելում կինոփառատոնին։ Այս տարվա փետրվարին մենք միասին Բերլինում էինք եւ մեծ հաճույք ստացանք այդ միջազգային կինոփառատոնին մասնակցելուց։ Այս անգամ էլ հերթը հասավ Էրֆուրտի երեխաների մեդիա կինոփառատոնին։ Ես փորձում եմ հենց փոքրուց իմ աղջկա մեջ սերմանել կինոարվեստի եւ մեդիայի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը։ Կոմենտներում գրեք ձեր կարծիքը այդ մասին։ Եվ այսպես, խոսենք Գերմանիայի առավելություններից։ Առաջինը կառանձնացնեմ անվճար կրթություն ստանալու հնարավորությունը։ Այո, անգամ այն դեպքում, եթե դու արտասահմանցի ես, քո կրթությունը այս դեպքում անվճար է։ Կա ամեն սիմեստրում վճարներ, բայց այն 400 եվրոից էլ չի գերազանցում։ Ի տարբերություն Ամերիկայի, որտեղ կրթություն ստանալու համար դու պետք է երիկամները ծախես ու հետո ընկնես ուսանողական վարկերի մեջ։ Իսկ եթե դու ունես գերմանական քաղաքացիություն, իսկ քո ծնողները բավարար եկամուտներ չունեն, ապա Գերմանիան քեզ անգամ կոժանդակի եւ կտա BAföG կոչվող ամսական 900 եվրոյի չափով օգնություն ուսուցման տարիներին քո ապրուստը հոգալու համար։ Իսկ եթե դու ավարտես համալսարանը, պետք է վերադարձնես ընդամենը 10,000 եվրոյի չափով գումարը, ինչը 4 անգամ ավելի քիչ է, քան իրենց տված գումարը։ Իսկ եթե չավարտես, ապա պարտավոր ես այն ամբողջությամբ վերադարձնել։ Իդեպ, եթե հետաքրքրված եք Գերմանիայում բարձրագույն կրթությամբ, ապա playlist-ի լինքը կգտնեք նկարագրության մեջ։ Ունեմ շատ վիդեոներ այդ թեմայով։ Իսկ եթե բարձրագույն կրթությունը քոնը չէ, ապա Գերմանիայում դու կարող ես նույնիսկ միջին մասնագիտական կրթություն ստանալ, որտեղ դու ոչ մի ցենտ չես վճարում, այլ ուսուցման ժամանակ անգամ վճարում են քեզ ուսուցման ընթացքում ապրուստդ հոգալու համար։ Կան նաև duales studium կոչվածները, որոնք իրենց մեջ ներառում են պրակտիկա եւ թեորիա։ Այդ դեպքում ի տարբերություն դասական բարձրագույն կրթությանը դու նույնպես գումար ես ստանում։ Կարճ ասած, որակյալ եւ անվճար կրթությունը, որը այլ երկրներում շքեղություն է համարվում, այստեղ մատչելի է բոլորի համար։ Պետք է մենակ խելք ու աշխատասիրություն։ Ես էլ շատ երջանիկ եմ, որ կարողացել եմ բարձրագույն կրթություն ստանալ նման երկրում։ Հաջորդ կարևոր առավելություններից է բժշկական ծառայությունները Գերմանիայում։ Իդեպ, ով չգիտի, Գերմանիայում բժշկական ապահովագրությունը պարտադիր է, անկախ նրանից մարդը աշխատում է, գործազուրկ է, փախստական, թե բիզնեսմեն։ Բոլորը պետք է պարտադիր ապահովագրված լինեն։ Այդ ամենը տալիս է հնարավորություն բժշկական ծառայությունից անվճար օգտվելու համար, վիրահատությունից մինչև ծննդաբերություն։ Ապահովագրությունը որոշ դեպքերում չի փակում ատամնաբուժական ծառայությունները, իսկ կոսմետիկ միջամտությունները միայն վճարովի են։ Եթե համեմատենք Ամերիկայի կամ նույն մեր Հայաստանի հետ, եթե դու լուրջ հիվանդացար, ստիպված ես տունը տեղը ծախել, որպեսզի բուժվես։ Բայց այստեղ կա մի բայց, քանի որ Գերմանիայում բժշկական համակարգը ծանրաբեռնված է, ապա նեղ մասնագիտական բժիշկների մոտ այցելությունները կարող են ամիսներ տևել, անգամ մեծ գումար ունենալը ձեզ չի փրկի։ Արագընթաց պայմանավորվածությունը հնարավոր է ձեռք բերել, եթե դուք ոչ թե պետական ապահովագրություն ունեք, այլ մասնավոր։ Մասնավորի դեպքում պետք է լինեք պետական ծառայող կամ էլ ունենաք 75,000 եվրո ավելի տարեկան բրուտո աշխատավարձ, բայց տեղ էլ կա մեծ բայց, այս դեպքում շատ ծառայությունների համար դուք պարտավոր եք կիսել հաշիվը։ Օրինակ իմ ամուսինը պետական ծառայող է, վերջերս նա
MRT ծառայության համար վճարեց գումարի մի մասը 400 եվրոյի չափով, իսկ պետական ապահովագրության դեպքում ոչինչ չէր վճարի։ Բայց դե նա ունի մեծ առավելություն, ցանկացած նեղ մասնագիտական բժիշկ նրան ընդունում է անմիջապես, զանգում ես, հաջորդ օրը ընդունելություն է կազմակերպվում։ Ամեն դեպքում գերմանական բժշկությունը առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ սկզբից հիվանդության դեմ պետք է պայքարի մարդու իմունիտետը, հետո մաքուր օդն ու իբուպրոֆենը, եթե դրանք էլ չեն օգնում, նոր բժշկական համակարգը անցնում է գործի։ Իդեպ, եթե դուք դժգոհ եք գերմանական առողջապահական համակարգից, ապա գնացեք Նիդերլանդներ, ապշեք ու հետ եկեք։ Կարճ ասած, եթե իսկապես ձեր առողջությանը վտանգ է սպառնում, Գերմանիայում առանց բժշկական օգնության չեք մնա։ Իդեպ, հետևեք իմ ալիքին, ես առաջիկայում կխոսեմ նաև բժշկական համակարգի մասին շատ ավելի մանրամասն։ Ուզում եմ խոսել նաև շատ հակասական բաների մասին, գերմանական ճշտապահության, օրինապաշտության եւ ամեն ինչ կարգ ու կանոնով առաջնորդվելու մասին։ Հայաստանում ապրելու իմ տարիներին ինձ միշտ ներվանյացնում էր այն հանգամանքը, որ մարդկանց հետ բան ես պայմանավորվում, արդյունքում կամ ժամկետն են խախտում, կամ էլ չեն անում այն, ինչ խոստացել են։ Խախտում են տարական համակեցության կանոնները, էլ չեմ ասում ուշանալու համար, այդ միշտ թեմա է եղել։ Հասկանալի է, չէ՞ որ կան բացառություններ, բայց դե այս ամենը կրում է Հայաստանում համատարած բնույթ։ Քանի որ ես բնույթով շատ կարգապահ պարտաճանաչ չեմ, հետևաբար ամեն ինչ կարգ ու կանոնով անելը իմ սրտով է եւ ես էլ գտել եմ իմ սրտի համապատասխան երկիր, այսինքն Գերմանիա։ Այո, ստեղ ամեն ինչ արվում է պրոտոկոլով, թե բորդյուրները եւ կանաչապատ տարածն ու ցանկացած ունի իր անվտանգության եւ շահագործման կանոնները։ Կարճ ասած, եթե դու բառադի ես, Գերմանիան քեզ համար չէ։ Այո, երբեմն ամեն ինչի հետևից այդքան մանրամասն ընկնելը կարող է ներվայնացնել։ Բնականաբար խլվում է քեզնից շատ ժամանակ, բայց դե գոնե գիտես, որ վերջում դա արվելու է կարգ ու կանոնով։ Բացի այդ, գերմանացիներից կարգապահ վարորդներ աշխարհում էլ ոչ մի տեղ չկա։ Կոմենտներում գրեք, եթե համաձայն եք։ Կամ էլ եթե համաձայն չեք, գրեք, թե որտեղ են ավելի կարգապահ վարորդները։ Ուզում եմ խոսել նաև մեկ այլ հակասական բանից՝ գերմանական տոլերանտությունից։ Բնականաբար Գերմանիայի բնակչությունը հարավում, հյուսիսում, արևմուտքում, արևելքում շատ տարբեր են, բայց ես մինչև օրս երբեք չեմ զգացել ինձ այեղ որպես երկրորդ սորթի մարդ, երբեք չեմ զգացել խտրական վերաբերմունք։ Եղել են մի քանի դեպքեր պետական ծառայությունների աշխատակիցների հետ, բայց ես Գերմանիայում հայտնի բողոք գրող եմ եւ երբեք չեմ հանդուրժի իմ նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Ազնիվ լինելու համար ասեմ, որ երբեմն եթե դու լեզու չգիտես կամ փախստական ես, ունես 500 երեխա, մի տեսակ պետական ծառայողների աշխատակիցները շատ բարի են քո նկատմամբ, մի տեսակ իրենց մոտ ակտիվանում է քեզ օգնելու, փրկելու մոտիվացիան, իսկ եթե դու բարձրագույն գերմանական կրթություն ունես, ազատ տիրապետում ես լեզվին, քո մեջ տեսնում են մի տեսակ մրցակցի ու կարող են գործել արհեստական երկարաձգել։ Դե ոչ բոլորը, բայց դե նման փորձեր ես ունեցել եմ, այսինքն կան դեպքեր, որ եթե դու լինես անլեզու խեղճ մի աղջիկ, գործերը շատ ավելի արագ կընթանան։ Իդեպ, եթե ձեզ հետաքրքիր է իմ կռիվները պետական կառույցների հետ, ապա գրեք, ես կպատմեմ հետագա իմ վիդեոներում։ Ամեն դեպքում ես Գերմանիայում ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում։ Ճիշտ է, մարդիկ ավելի սառն են ու չշփվող, բայց այստեղ էլ կա մեծ պլյուս։ Իրենք հարգում են քեզ, քո անձնական տարածքը եւ շատ նրբանկատ են քո նկատմամբ։ Երբեք անգամ մոտիկ մարդկանցից չես լսի ակնարկներ ու կոմենտներ քո արտակինի վերաբերյալ։ Երբեք քթները չեն մտցնի, թե երբ ես երեխա ունենալու, թե բայց խիչ ես պսակվում եւ այլն։ Ամեն մարդուն հետաքրքիր է իր իսկ կյանքն ու կենցաղը, իսկ թե դու ինչ կյանքով ես ապրում, ինչ ես հագնում կամ ինչ ես ուտում, դա միայն քո գործն է, եթե իհարկե դու որևէ ձևով չես խախտում օրենքներն ու համակեցության կանոնները։ Բացի այդ, ինչ շատ դուր է գալիս, որ տեղացիները շատ հարգանքով են վերաբերվում մարդկանց անկախ սեռից, տարիքից ու սոցիալական վիճակից։ Ես օրինակ շատ եմ տեսել Հայաստանում, երբ վաճառողին իրեն թույլ է տվել տարիքով մարդկանց հետ կամահրական ու իրեն գռեհիկ պահել, դե ես էլ իհարկե բացել եմ իմ քաղաքակիրթ բերանը եւ նկատողություն արել։ Ես միշտ նկատել եմ, որ շատ դեպքերում Հայաստանում քեզ գնահատում են շորերով, արտաքինով ու մուտքի մեջ գցում բռնում են, ինչ վերաբերմունքի ես դու արժանի։ Իսկ ահա Գերմանիայում ինչքան մարդ գրագետ ու քրթված է, այնքան հասարակ ու հարգանքով է վերաբերվում այլ մարդկանց նկատմամբ, կապ չունի դու մատուցող ես,
ես վարսավիր ես, թե հավաքարար։ Աղբոր պես մենակ կոմենտում չգրեք, որ մեր հարևան Յուրգեն Պապին տավարի մեկն է, խոսքը ընդհանուրի մասին է։ Հա, մեկ էլ գետո թաղամասերից բնականաբար չեմ խոսում, հա։ Եվս մի դրական բան, որից հետ վարժվելը ինձ համար կլինի շատ բարդ։ Գերմանական աշխատանքային հարաբերություններն են գործատու աշխատողի միջև։ Ես քանի որ նախկինում աշխատել եմ Հայաստանում լրագրող, շատ լավ կարող եմ համեմատել աշխատանքային պայմանները թե Հայաստանում, թե Գերմանիայում։ Գերմանիայում կարևոր է work-life balance-ը, այսինքն աշխատանքը եւ անձնական կյանքը պետք է լինեն բալանսավորված։ Ոչ ոք չի կարող քեզ պարտադրել ավել աշխատել, իսկ եթե համաձայնես լրացուցիչ ժամեր վերցնել, պարտադիր հավելավճարով։ Շատ կազմակերպություններում կա 13-րդ աշխատավարձ, իսկ եթե հիվանդ ես, խլինքով ու ջերմությամբ չես գալիս գործի, քանի որ չունես աշխատանքը կորցնելու վախ, ինչպես օրինակ Հայաստանում է։ Աշխատանքային պայմանները բարենպաստ են, շատ դեպքերում ունես ծառայողական մեքենա, հեռախոս, տեխնիկա, աշխատանքի ժամերից դուրս ոչ ոք իրավունք չունի քեզ զանգահարել եւ անհանգստացնել։ Էլ չեմ ասում, եթե արձակուրդի մեջ ես, քեզ անհանգստացնելը համարվում է անքաղաքավարի վերաբերմունք։ Քեզ գործատուն լավություն այստեղ չի անում, այլ դու պարզապես մատուցում ես ծառայություն, որի համար վճարվում ես, այլ ոչ թե մենք ընտանիք ենք, արի ինձ պատժեշկարա, առանց հանգստյան օրերի աշխատի, նման բաներ։ Աշխատողը ստեղ ստուգ չէ, իսկ գործատուն ստրկատեր, ինչպես դժբախտաբար մեր պոստսովետական երկրներում է, ինչպես նաև Հայաստանում։ Մի բան կա միայն, որ ինձ պակասում է գերմանական աշխատանքային հարաբերություններում, ստեղ դժվար է գոլեգաների հետ մտերմություն անել, անգամ չի խրախուսվում, իսկ Հայաստանում ոնց է լինի, գոլեգաներից մեկի հետ մտերմանում ես ու անգամ եւ դուք էլ վաղուց այդտեղ չեք աշխատում, մնում եք լավ ընկերներ։ Սիրելիներ, իսկ եթե ուզում եք իմանալ, թե ինչպիսի բարեհաջող գործ տվողներ են գերմանացի գոլեգաները, կարող եք դիտել նկարագրության մեջ գտնվող լինքում։ Սիրելիներ, կոմենտում գրեք նաև որ կետի հետ եք համաձայն, իսկ հաջորդ վիդեոում ես քլնգելու եմ Գերմանիան, անցնելու եմ Ֆրանսիան եւ վերջացնեմ Հոլանդիայով։ Հետևեք։